Գիտես, եւ փոքր էինք, դե ես էլի Երբ որ ես փոքր էի, նրանք արդեն շատ մեծ են եղբայրներս, երբ որ ես փոքր էի, ես երազում էի շատ է, այսպես ցանկությունս մեծ էր, որպեսզի հայրիկիս հետ գնայի արշավների, լեռնագնացության, բայց դե 90-ականներին այդ պայմանները նախ չկար, որ գնայինք մեզ երևի կգողանային կամ ինչ-որ մի բան կլիներ։ Վատ խառը տարիներ էր, մութ էր, ցուրտ էր։ Մի խոսքով, չկային պայմաններ, բայց հիմա դուք հասկանում եք, հիմա մեր երիտասարդությունը շատ ֆանտաստիկ եւ շատ ունիկալ են եւ նրանցով պետք է միայն հպարտանալ եւ ուրախանալ, որովհետեւ նրանք տարատեսակ հետաքրքիր գաղափարներով են հանդես գալիս եւ ուրախացնում նաեւ մեզ։ Եվ այդ գաղափարներից ու այդ երիտասարդներից ոմանց մասին ենք խոսելու եւ մի հետաքրքիր գաղափարի մասին մասնավորապես Արահետ լեռնաշավային առաջնության եւ փառատոնի մասին ունենք առիթ խոսելու, որը արդեն 2 կամ 3-րդ տարին է, եթե չեմ սխալվում, տարեկան է։ Կճշտենք մեր հյուրերի հետ, որ ովքեր արդեն մեր տաղավարում են։ Շտապ եմ ներկայացնել սիրով նրանց Սյունե Հովհաննիսյանն, Արահետը ամենամյա լեռնաշավային առաջնության ծրագրի ղեկավար Բարի լույս եւ Մարիամ Սանոսյան, Արահետը ամենամյա լեռնաշավային առաջնության արտաքին կապերի պատասխանատու Բարի լույս։ Բարի լույս, 2026-ը հաշվում ենք։ 23, 24, 25 ենք։ Այստեղ 4-րդ Ես հետ էի մնացել։ 3-ին 3 էի գումարել։ Դե արագ պատմեք բոլորին ինչ է Արահետը, ուր է գնում Արահետի ճանապարհը։ Այո։ Եվ ծնվեց իհարկե։ Արահետը լեռնաշավային առաջնություն է, ինչպես արդեն ասացիք, եւ այս տարի իրեն բերում ենք փառատոնային ֆորմատի, ու երևի թե պետք է սկսել որտեղից ծնվեց ու ինչի համար։ Մեծ մասամբ մենք ունենք մեծ երազանք, որ ինչ-որ պահի Արահետը դառնա տոն, համահայկական տոն, որ բոլորը նույնիսկ եթե մենք Արահետը չկազմակերպենք, այդ օրը հունիսի 20-21-ին բարձրանան լեռներ ու ոնց որ ունենք լիք հայլ տոներ, ունենանք եւս մեկ լեռների հետ կապված տոն, որովհետեւ մենք կարծում ենք, որ եթե մենք շրջապատված լինեինք ջրով, ասենք, ծովերով, մենք պետք է կարողանանք լողալ կամ նավարկել, այդ շատ հաճախ ենք ասում։ Իսկ եթե մենք լեռներով ենք շրջապատված, պետք է կարողանանք լեռների հետ ընկերություն անել, շփվել, առնչվել ու մենք փորձել ենք sense փոքրիկ տոն ստեղծել, որը եւս մեկ առիթ տա մեծ համայնքով միանալու, այդ էներգիան միտեղ կուտակելու ու այդ սերը արտահայտելու լեռների նկատմամբ։ Իսկ հունիսի 20-21-ը ինչ-որ խորհուրդ ունի, թե մենք մի քանի կետերով ենք իրեն ընտրել, մեկը, այսինքն կախված տարածքից, եղանակից, հարաբերական բարձրությունից, որտեղ ավելի հարմար կլինի, ինչպես նաեւ դե հունիսի 21-ը գիշերահավասարի հետ կապված էներգետիկ առումով ազդել ընտրության վրա, եւ նշենք, որ ամեն տարի պարտադիր հունիս 20-21-ին ինչի տեղի ունենում։ Հունիսի նախավերջին շաբաթ կիրակի օրերին այս տարի համընկել է հունիսի 20-21-ի հետ։ Մենք ընկնում ենք 21-ի այդ շրջանում։ Ու այսպես արդեն ավանդույթ դարձած կերպով փորձում ենք շարունակել։ Ինչպիսին էին ձեր սպասումները, երբ որ սկսվում էր այս ամեն ինչը եւ ինչ ցույց տվեց ընթացքը։ Ես կարող եմ ասել մասնակիցի տեսակետից, որովհետեւ ես ամբողջ ընթացքում չեմ եղել համակարգող, միայն 26 թվականի համակարգողն եմ, 24 թվականին մասնակից եմ եղել ու դա է մեծ մասամբ ստիպել ինձ, որ այս պահին լինեմ համակարգող, որովհետեւ այն ինչ որ ինձ տվեց Արահետը, ուրիշ ոչինչ չտվեց։ Ես շատ քիչ փորձառություն ունեի արշավական դաշտում ու երբ որ սկսեցի Արահետին մասնակցություն ունեցա 24 թվականին, լրիվ ուրիշ աշխարհ բացեց արշավական, որովհետև մեր մոտ 6 հոգանոց թիմերով, միանգամից ասել պատմեմ, 6 հոգանոց թիմերով կազմում են եւ գալիս մասնակցում են առաջնությանը, կետերը իրենք են, մենք կետերը տալիս ենք, ճանապարհները իրենք են ընտրում, թե ոնց գնալ, այսինքն այդտեղ հետախուզություն կա։ Մենք ունենք անվտանգություն, մենք խնդիր կդառնանք։ Ամենահետաքրքիրը հավատացնում եմ դա է, մենք բացարձակ փորձառություն չունենք ու գնացինք ինքնուրույն ճանապարհները գտանք հետաքրքիր ամենաէֆեկտիվ ճանապարհներով ու դա է հենց որ բերում է լրիվ ուրիշ դաշտ եւ պատասխանատվությունը քո վրա է։ Աղջիկներ, անվտանգությունը։ Անվտանգությունը մենք ենք ապահովում, արդեն հետևում ենք։ Որպեսզի ավելի པարզ լինի հեռուստատի տողերին, երևի մի փոքր շատ կարճ օրակարգի մասին խոսենք, թե ինչ է սպասվում առաջին օրը հունիսի 20-ին ամբողջությամբ փառատոնային ձևաչափ է լինելու, որը թույլ է տալիս համայնքին ավելի միավորվել, ավելի ամրանալ։ Առաջին անգամ ճիշտ հասկացանք։ Արդեն երկրորդ եւս այո, այդպես է անցկացվել, երկօրյա ձևաչափով, այսինքն ամբողջ փառատոնը անցկացվում։ Առաջին օրը վրանատեղիում հավաքվում են թիմերը եւ վրանատեղի հասնելու տարբեր տարբերակներ կան տուր փաթեթի միջոցով, որը կրկին հիմա գրանցումները բաց են բոլոր ցանկացողների համար արշավական երթուղու փաթեթի միջոցով հասնում են առաջնության վայր ու արդեն սկսվում են ակտիվ մշակութային կտորը, տաղավարներ, որտեղ կարող են
զբաղվել նետաձգությամբ, թիրախի խոցման մրցույթներով, քարտեզի գիտելիքների աշխատարանով, արահետաշինական աշխատարանով, մշակութային տաղավարներով, կավագործություն, նկարչություն, ամբողջությամբ այդ ամենը բնության գրկում։ Հետո ունենք մեր ընկերների բարևարենք կրթամշակութային ՀԿ-ի կողմից ազգային երկու բարի պարուսուցում, ազգային խաղեր, այդ մթնոլորտը արդեն պատկերացրեցի կարծում եմ, երեկոյան խարույկ, երաժշտություն ու այդ ամենից հետո գիշերակաց վրանատեղիում, որին կհաջորդի հաջորդ օրը առաջնության կտորը։ Թիմերը նախապես գրանցվում են, ավագներ ունեն, թիմերի հետ քննարկվում են առաջնության բոլոր կտորները, այսինքն երթուղու հետ կապված հարցերը, անվտանգային կտորները, թիմերը իրենք են ուսումնասիրություններ կատարում, հետախուզություններ կատարում եւ ընտրում են իրենց համար լավագույն երթուղին մեր նշված ճանապարհը անցնելու, կա պրոֆեսիոնալ երթուղի եւ սիրողական, որին կարող են ըստ անհրաժեշտության գրանցվել թիմերը։ Իսկ մնացած անձինք, ովքեր գտնվում են ճամբարում, արահետավանում, ինչպես մենք ենք կոչում նրան, զբաղվում են կրկին այլ տաղավարային ժամանցներով, ունենք ալպինիզմի ժայռամագլցման աշխատարան, ունենք օֆրոդ տուրերի տարբերակ, արշավական տուրերի տարբերակ, որը թույլ կտա հյուրերին այսպես զբաղվել, մինչև առաջնության կտորը ավարտվի եւ վերադառնան, որին կհաջորդի մեծ համերգը բնության եւ մրցանակաբաշխությունը։ Եվ մրցանակաբաշխությունը։ Ինչ մրցանակներ ենք ստանալ։ Ես արդեն հաղթել եմ, էլի։ Նախ սկսենք երևի ամենախորհրդանշական գավաթից, որին որ թիմերը ամենաշատն են կարծում եմ սպասում, շատ այսպես խորհրդանշական բարձունքի հենց գաղափարը խորհրդանշող քարե մրցանակ ունենք, որը որ այս տարի եւս առաջնության օրը միայն կտեսնեն վերջնական տեսքը եւ այսպես սպասում ենք բոլորս։ Բայց մենք ասացինք որտեղ է լինելու այս տարի։ Չասացինք, Վայոց ձորի մարզում է լինելու, Ելփին գյուղում, Ելփին գյուղից արդեն վրանատեղին լինելու է եւ Ելփինից երկու երթուղիներով առաջնության կտորը սկսվելու է։ Ամեն տարի փորձում ենք տարբեր։ Իդեպ շատ գեղեցիկ գյուղ է։ Շատ գեղեցիկ է, իսկ ելքինցների մասին շատ երկար կարելի է խոսալ, որովհետև մեզ ցանկացած հարցով շատ աջակից են մեզ ցանկացած հարցում ու իրենք են ուզում նպաստել մեր հետ միասին, որ գյուղի այսպես գյուղը ակտիվանա, туриզմը ակտիվանա դեպի գյուղ ու այսպես շատ ակտիվ։ Ողջունենք նրանց, ու ասենք շնորհակալություն, անվտանգության կտորի մասին հարցեր հնչել։ Անվտանգության կտորում բոլոր տարբերակներով փորձում ենք դա ապահովել եւ ամենագնաց մեքենաներն շրջում ամբողջ ընթացքում առաջնության եւ դրոներով ենք հետևում եւ բժիշկներ ունենք մեր կամավորական կազմում, որոնք նույնպես շրջում են այդ երթուղիներով, այնպես որ անվտանգության առումով ամեն ինչ երևի ողջույններ ուղարկենք Viva բարեգործական հիմնադրամի բժիշկներն են մեզ հետ լինելու, ովքեր ստանձնել են այդ պարտավորությունը եւ պատասխանատվությունը անվտանգությունը ապահովելու այն ոստիկանություն միանշանակ լինում են այնտեղ, այո, գիշերակացի ընթացքում նաեւ։ Ինչպես կարող են հերթագրվել, ասացիք, որ պետք է գանք։ Թիմերի գրանցումները այս փուլում արդեն փակ են, այսինքն թիմերը արդեն իսկ դեռ շարունակեմ իր թիմերի գրանցումները փակ են, որովհետև նրանց պետք է ժամանակ երթուղին ուսումնասիրելու, այսպես թիմի կազմը որոշելու, պատրաստվելու, որպեսզի պատրաստ ներկայանան հունիսի 20-21-ին, իսկ բոլոր արշավասերները, բնությունը սիրող մարդիկ, այն անձինք, ովքեր ուզում են զգալ այդ ջերմ մթնոլորտը բնության գրկում ու դառնալ մեր մեծ լեռնային տոնի մասը, դեռ բոլոր հնարավորությունները ունեն միանալու, կարող են հետևել Արահետ Բարձունքի Facebook-յան եւ Instagram-յան էջերին, որտեղ տեղադրված են բոլոր հղումները, ունենք տրանսպորտ, մարդիկ կարող են պարզապես վարձել տրանսպորտ եւ հայտնվել փառատոնի վայրում, ունենք տուրփաթեթ, որը նրանց թույլ կտա շրջել այսպես տուրիստիկ հետաքրքիր շրջաններում պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությամբ եւ հասնել փառատոնի վայր, միանալ խրախճանքին եւ ունենք արշավական փաթեթ, որը որ արշավային երթուղի է առաջարկում նախքան փառատոնի վայր հասնելը, այսինքն առմամբ կներես փառատոնի մուտքը ազատ է, այսինքն անկախ ամեն ինչից կարող նույնիսկ ձեր մեքենայով գալ ու տեղում, այսինքն եթե ունեք ձեր գույքը եւ ձեր մեքենան, կարող եք ուղղակի գալ ու վայելել։ Իսկ տարիքային սահմանափակում կա, որ տարիքային։ Մասնակցության, այո, 16 տարեկանից սկսած 16-ից 18 ծնողի թույլատվությամբ եւ դրանից հետո արդեն ազատ, բայց մասնակցության մասով էլի դա։ Իսկ փառատոնին բացարձակ չկա, մենք նույնիսկ ունենք մանկական անկյուն հատուկ նրանց համար, ովքեր փոքր երեխաների հետ են գալիս ու այնտեղ երեխաներին զբաղացնելու են, հետևելու են, որ հանգիստ վայելեն փառատոնը։ Գնանք։ Այդ առումով շատ շնորհակալություն։ Այդ գավաթին չենք ուշացի, ես լսում եմ ասացին որ բայց մենք կարող ենք մասնակցել ինձ թվում։ Գնանք գողանան գավաթը։ Մենք կքննարկենք այո տարբերակներ ու այս առումով կուզեի նշել, որ Արահետը բարձուն կրթական շարժման նախագիծ է ու ինչպես կրթական շարժման մյուս բոլոր նախագծերը, այն եւս կամավորական նախագիծ է ու քանի որ հիմա արդեն շատ ակտիվ ընթանում են աշխատանքները նախապատրաստական, թե Ելփինում վրանատեղիում, թե Երևանում, թե առցանց մակարդակում, ուզում ենք շնորհակալություն հայտնենք Արահետի
բոլոր կամավորներին, ովքեր այսպես հավատարիմ կերպով արդեն 4-րդ տարին է մեզ հետ են ու իրենց շնորհիվ է, որ այս ամենը իրականություն է դառնում։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ, որ առավոտը ժամանակ գտաք ու անցկացրեցիք մեզ հետ ու խոսեցինք այս շատ կարևոր ու գեղեցիկ թեմայի շուրջ։ Հուսով եմ մենք էլի կհանդիպենք, բայց մյուս առաջնությանը ես եւ Ռուբոնը պետք է գան։ Մի քիչ շուտ եկեք, որ մենք էլ կարողանանք թիմով գանք, մասնակցենք։ Պատկերացնեք առավոտուսի թիմով գնանք։ Այս անգամ ուղղակի կարող եք հյուրընկալվել։ Չէ, մասնակցելն է կարևոր։ Հաջան։ Այս անգամ ասամ ուղղակի կարող եք հյուրընկալվել, վստահ եմ կհավանեք մթնոլորտը եւ մյուս անգամ։ Վստահ ենք։ Իրականում ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել ձեզ ու ձեր մեծ թիմին, որ նմանատիպ հնարավորություն եք ստեղծում մեր հայրենակիցներին, սեր նաև ծնելով դեպի հանդեպ դեպի մեր լեռների, մեր ճգնախ բնության ու այդ մեծ աշխատանքի համար ձեր շատ մեծ թիմին, ասում ենք շատ շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Հաջողություն ենք նաև մաղթում եւ շնորհակալություն ենք մաղթում։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք ինչ անենք։ Շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ։ Շարժվեցինք։